Գրիգոր Պլտյան, սփյուռքահայ գրող, բանաստեղծ և գրականագետ։ Ծնվել է 1945-ին Բեյրութի հարակից Հայաշեն թաղամասում։ Նախնական կրթությունը ստացել է Տեղի Թորգոմյան վարժարանում, այնուհետև Նշան Փարաջան ջեմարանում։ Պլտյանն իր առաջին գրական փորձերը կատարել է դեռ պատանի տարիքում, տպագրվելով «Կանթեխանդեսում»։ Արդեն 21 տարեկանում Գրիգոր Շահինյանի և Հարություն Քրքչյանի հետ Պլտյանը հիմնում է Ահեկան գրական եռամսյալ։ Եվ արդեն այդ ժամանակ սկսում են երևալ Պլտյանի նորարարական և մասշտաբային մոտեցումները գրականության մեջ, քանի որ Ահեկանը, ինչպես ժամանակակիցներն են վկայում, լիբանանահայ երիտասարդության համար շարժում է առաջացնում դեպի արդիական արվեստ։ 1967-ին Պլտյանը մեկնում է Փարիզ Սորբոնի համալսարանում ուսանելու։ Այստեղ ծանոթանում է նշանավոր սփյուռքահայ գրողների, այդ թվում Նիկողայոս Սարաֆյանի և Զարեհ Որփունու հետ։ Մոտ մեկ տարի Բեյրութի Հայկազյան քոլեջում հայ գրականություն ու ֆրանսերեն դասավանդելուց հետո Պլտյանը 1973-ից վերջնականապես հաստատվում է Փարիզում և սկսում իր մեծածավալ գրական ու կրթական գործունեությունը։ Երկար տարիներ դասավանդում է Արևմտյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում, ինչպես նաև Լիոնի կաթոլիկ համալսարանում։ 1976-ին լույս է տեսնում Գրիգոր Պլտյանի առաջին գիրքը՝ «Տեղագրություն քանդվող քաղաքի համար»։ Հետագայում լույս տեսան նրա «Հակաքերթված», «Հետքեր լույսեն», «Ինչ որ չես տեսներ» և այլ աշխատություններ։ Խոշոր գիտական և ճանաչողական նշանակություն ունեն նաև նրա գրաքննադատական ստեղծագործությունները։ Պլտյանի գեղարվեստական արձակը սկսել է 1997 թվականին Սեմեր գրքով, որին հաջորդած մի շարք պատումներ միասին ձևավորել են գիշերադարձ ընդհանուր խորագիրը կրող վիպաշարը։ Տարիների ընթացքում Պլտյանը ճամփորդում է աշխարհի տարբեր երկրներ՝ Գերմանիայից ու Հունաստանից մինչև Բահրեյն ու Նորվեգիա։ Ճամփորդությունները ոչ միայն բարձրացնում են նրա միջազգային ճանաչումը, այլև ոգեշնչում են Պլտյանին որպես գրողի։ Դրա վառ օրինակներից է «Մանտրաները», որը գրվել է Հնդկաստանում ճամփորդելուց ոգեշնչված։ Պլտյանի գրական գործունեության առանցքներից է նաև հայ մշակույթի ինքնությունը, արվեստը ու հատկապես հայոց լեզուն։ Նրա ստեղծագործությունները անգնահատելի կարևորություն ունեն արևմտահայերենի զարգացման գործում։ Իսկ միջազգային կրթարաններում գիտնականի բարձր հեղինակությունը և նրա ստեղծագործության հանդեպ հետաքրքրության ծավալները թույլ են տալիս Պլտյանին դասել ոչ միայն հայ, այլև համաշխարհային գրականության երևելիների շարքում։ Այսօր էլ Պլտյանը բնակվում և արարում է Փարիզում։ Նաև պարբերաբար այցելում է Հայաստան և դասախոսությունների ու զրույցների միջոցով տարածում իր անգնահատելի փորձն ու գիտելիքը։ Աղ գերանք, ավազ, հետո փաթիլները սև ծյունին, լերներուն վրա, հիմա ցամաք ցուրտ ցավող մինչև չկացում, գրնձած ցերքերով, գագազող, անվհատ, հերքված, վգան ոչինչի, ճուրը աճեցավ մինչև գոգորտ մհուրե, ապրիլը գփուրե թիագ այրածի, և ահա լույսը պատարուն գլա, հեմք մորթազերձ, թիթեղի սպյուրք, շունչս տվի ըսկետնված քերթվածին։